Բակային մի քանի շինարարական աշխատանքներ, մաքրում, գույքի տեղադրում եւ արդեն հաջորդ տարեսկզբին Արագածոտնի աշտարակ քաղաքը կունենա եւս մեկ մանկապարտեզ։ Շուրջ 200 երեխաներ սպասում են, որ մանկապարտեզը վերջնական շահագործման հանձնվի։ Նախատեսված է եղել 5 խումբ, հիմնանորոգման արդյունքում այժմ նախատեսված է 2 խումբ ավելացնել։ 70-ականներին կառուցված շենքն ի սկզբանե օգտագործվել է որպես մանկապարտեզ։ Խիստ կարիք կար հիմնանորոգման, 2022-ին փակվել է, սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, սակայն որոշ շինարարական խնդիրների պատճառով ձգձգվել են։ Մանկապարտեզի մասնաշենքերից մեկին նոր հարկ է ավելացվել։ Երկրորդ հարկն է ամբողջությամբ ավելացվել, առաջի հարկի 4 մետրանոց թռիչք ավելացվել, այդ հատվածն է հիմնականում ավելացել, մնացածը հիմնանորոգումը, հին մասնաշենք է եղել, առանձնություններով ամրացում ենք տվել։ Նոր ավելացված հատվածը երեխաներին ծառայելու է որպես ճաշասենյակ եւ քնասենյակ։ Վերաբացումից հետո աշտարակ քաղաքը կունենա 5 մանկապարտեզ, սակայն Խնդիր ունենք եւ կան հերթագրված երեխաներ, որոնք դեռ իրենց հերթին են սպասում եւ կառավարություն եւ համայնքը մտածում են ծրագրեր նոր մանկապարտեզի կառուցման, որով այդ հերթագրված հերթում սպասող երեխաների խնդիրն էլ կլուծվի։ Հերթագրված ու սպասող երեխաները աշտարակ քաղաքում 214-ն են։ Նոր բացվող մանկապարտեզը թեև կընդունի գրեթե բոլորին, բայց մյուս մանկապարտեզներն էլ ծառաբեռնված են։ Հարևան գյուղերից, որտեղ մանկապարտեզներ չկան, նույնպես այստեղ են հաճախում։ Չնայած 2 մանկապարտեզներում էլ հիմնանորոգում է նախատեսվում, բայց եւս 1 մանկապարտեզի կառուցման կարիք կա։ Խնդրի լուծման համար ոչ միայն աշտարակ քաղաքում, այլև հարակից գյուղերում են մտադիր մանկապարտեզներ կառուցել։ Իսկ աշտարակ համայնքում այս պահին էլ ընթանում է եւս 2 մանկապարտեզի հիմնանորոգում։ Այս մանկապարտեզի ծրագրի արժեքը շուրջ 300 միլիոն դրամ է, 70%-ը տրամադրում է կառավարությունը, 30%-ը համայնքը։ Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։